Քննարկման ներկայացվող փաթեթի հիմնական նպատակն է լուծում տալ այն դեպքերին, երբ բազմաբնակարան շենքի ներքո գտնվող հողամասի սեփականության իրավունքը դատական վեճի առարկա լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները կամ դրանց նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը։ Գործնականում մենք ունենում ենք դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային կամ պետական շահերի պաշտպանության հայցի առարկա են կազմում այն հողամասերը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, որոնց վրա առկա է կառուցված շենք եւ որն է ծառաբեռնված է լինում անձանց գնման իրավունքով։ Գործող իրավակարգավորումների պայմաններում, եթե հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական վեճ է առկա լինում, ապա դա խոչընդոտում է անշարժ գույքի նկատմամբ գնորդների սեփականության իրավունքի գրանցմանը եւ բացի այդ անորոշ է մնում այն հարցը, թե ինչ է տեղի ունենալու, եթե օրինակ դատական ակտով հաստատվի, որ հողամասի սեփականատերը այլևս պետությունն է կամ համայնքը, այսինքն անվավեր ճանաչվի օրինակ կառուցապատողի սեփականության իրավունքը եւ փաստացի հողամասի վրա կառուցված մի ամբողջ համալիրի եւ դրա բնակարանների ճակատագիրը կմնա անորոշ։ Այսինքն մի իրավիճակ կարող է ստեղծվել, որ անշարժ գույք ձեռք բերելու մասով գնորդների մոտ ձևավորվի օրինական ակնկալիք, որը չի իրացվում։ Ըստ այդմ, մեր կողմից առաջարկող նախագծով այս խնդիրն ենք ուզում լուծել, այսպես նախ սահմանվել է, որ բազմաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցի հիման վրա հարուցված դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ անշարժ գույք գնելու ուրեմն իրավունքի պայմանագիր եւ փոխանցման ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար։ Այս դեպքում ձեռքբերողին կփոխանցվի բնականի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով կծագի ձեռքբերողի օգտագործման իրավունքը։ Մինչև դատական գործի ավարտը կառուցապատողի, սեփականատիրոջ եւ գրավառուի կողմից իրենց իրավունքները ամբողջ ծավալով իրացնելու նպատակով նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հողամասի սխեմա, կոորդինատներ եւ այդ սխեմայի սահմաններում ընդգրկված հողամասերի մասով անկախ գործի ելքից կերաշխավորվի ձեռքբերողների սեփականության իրավունքի գրանցումը։ Որպեսզի ձեռքբերողի համար հստակ լինի իրավական այս ընթացակարգը, նախագծի կարգավորումներով սահմանվել է, որ վերջինս ձեռքբերողը տեղեկացվում է դատական գործի առկայության եւ իրեն փոխանցվող գույքի կազմի մասին եւ որի կապակցությամբ էլ կատարվում է համապատասխան նշում գույքի օտարման հիմք հանդիսացող փաստաթղթում։ Դատական գործի քննության արդյունքով պայմանավորված նախատեսվել են հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների սեփականության իրավունքի պետական գրանցման պարզեցված եւ մատչելի ընթացակարգեր, մասնավորապես հողամասի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը այս դեպքում կիրականացվի առանց լրացուցիչ պետական տուրքի գանձման։ Գնորդների համար կերաշխավորվի նաև բաժնային սեփականության օգտագործողների հետ հավասար պայմաններով շենքի ընդհանուր բաժնային գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Եվ նախագիծը ըստ էության ուղղված է քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով լրացուցիչ երաշխիքներ ամրագրելուն եւ հետեւաբար նախատեսել ենք, որ այս կարգավորումները կունենան հետադարձ ուժ եւ կտարածվեն նախկինում ծագած հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով նախագծով սահմանված կարգավորումների կարևորությունը եւ անհրաժեշտությունը, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի առաջին ընթերցման ընդունմանը։ Շնորհակալ եմ։ Խաչատուր Սուքիասյան։ Ես մի հարց կա, որը որ շատ ինչ-որ մի մասով է առնչվում, խնդիրը ինչու՞ն է, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն համակարգը հետ է բերում տարած կամ շենք շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը X-ից X պլյուս ասվում է, օրինակ վերցնենք պայմանական 10 միլիոնից 14 միլիոն է։ Հետո երբ որ Հայաստանի Հանրապետությունում ուզում են շուկայականով դա վաճառեն, արդեն 14 միլիոնը հնչեցված է, բոլորը վախենում են, որ շուկայականով դրա գինը կցեն կարող է 12-ը։ Իհարկե ասված է շուկայական գինը 10-ից 14 միլիոն։
կուզեմ տեղել ուշադրություն դարձնեք, որտեղ պետությունը շատ է կուտակում շենք շինություններ, լավ կլինի, որ հարկ վճարել, սկսեն գույքահարկ վճարել, սկսել բիզնես գործունեություն ծավալեն, ավելացած արժեքի հարկ վճարեն, աշխատավարձ տան։ Ես ուղղակի ուզում եմ հնչի, որ մնացած մեր գերատեսչությունները նույնպես այդ ուշադրություն դարձնեն այդ գումարները հնչեցնելուց հետո դրա իրական շուկայական արժեքի վերադառնան, սկսեն այդ ձևով մտածել եւ այդ ձևով գործել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանք, եթե կուզեք, շնորհակալ եմ պարոն Սուքիասյան։ Մենք իհարկե այս հարցը մեր պետգույքի կառավարման կոմիտեի գործընկերների հետ կքննարկենք եւ ուզում եմ նաեւ նշել, որ հիմա մենք արտադրության նախարարությունում ներկայումս ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը կապված հետ բերված ակտիվների ճիշտ կառավարման կառուցակարգերի հետ։ Օրինակ կան երկրներ, որտեղ հատուկ դրա համար ստեղծվում են մարմիններ, կենտրոններ եւ ուղղություններ են սահմանված, ինչ ուղղություններով այդ գույքերը պետք է իրացվեն կամ օգտագործվեն հանրօգուտ կամ այլ նպատակներով, որպեսզի այն հանրային օգուտը, որը դրված է եղել այդ գույքերը հետ վերցնելու նպատակի ներքո, ճիշտ կիրառվի։ Հետագայում կարծում եմ, այո, այդ հարցը մենք կշարունակենք ուշադրության տակ պահել, բայց ուզում եմ նաև հավաստիացնել, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ անում ենք։